շրջապատված քաղաքագիր միստուտացող ու բարեսիրտ աղուհացող Hey Jan, Stepanova Լորվա կողտիկ դուտ հևան Աղյուրները թող բարարեն Կշկշալով շուշ բարբարեն Ճամփաներով աշարական Եկած մելիքը վեճտական Ավան հիմնեց այս սատերում Օրյալինին ադարերում Hey Jan, Stepanova Մեզ նորեց ու ուսմանորան Աստծո կամքով դու շենացի Դեպի գալիք վստահացի Իրանցյալի լուրվակային ծորագետյան թակավորի մայրաքաղաք բերտինորի Hey Jan, Stepanova լորվա կողտրիկ դուք հևան աղյուրները թող բարարեն կշկշալով շուշ բարբարեն Hey Jan, Stepanova մեզ նորեց ու ուսմանորան Երեխեքը շատ են ու որակական շատ լավն են գնացել էինք Թումանյանի ծննդյան օրը գիրք նվերելու օրն էր, եթե չեմ սխալվում ու իրենք բեմադրում էին Կիկոսի մահը ու շատ լավն էր ու իրենք շատ տաղանդավոր են բանում մեջն են եռում ու պետք է մենք հնարավորություն ստեղծենք, որ իրանք էլ իրենց լավ զգան իրենց քաղաքում, որ չթողնեն գնան մեր մնացած քաղաքներում էլ մարդիկ ապրեն էլի, թե չէ դա չի լինի։ Բայց իրենք շատ լավն են ու բանը այդ միջոցառումն էլ ահավոր հետաքրքիր էր։ Խորհուրդ կտամ, երբ որ Ստեփանավան գաք, եթե ներկայացում լինի անպայման հաճախ եք։ Ու հենց երեխեքն են բեմադրում, հենց իրանք էլ խաղում են, շատ հավես է։ Հա, շատ հավես է, շատ։ Իրենք ու շատ էմոցիաներով, բաներով ահավոր հետաքրքիր էր։ Աղջի, շաշանտեր, մենք դե քեզ ենք սպասում, դու ինչ ես անում։ Արի, ապախտ մոքի, արի տեսնո Կիկոսի գլուխը ինչ է եկել։ Աղջի, ինչ Կիկոս, ինչ ես խոսում։ Բաչ ես ասի այքի։ Բաչ ես ասի գնացի մարդի, բաչ ես ասի ունեցա որդի, ելավ ծառին, վեր ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ, մոքիրը մեղդի Կիկոսի ջանին։ Կիկոսի բոյը չինարեր, աչքերն ուշ ու խումարեր, ելավ ծառին, վեր ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան, ելավ ծառին, վեր ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Միջն է, քույրը նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են սուխանել։ Մերն սպասում է, տեսնում է, չեկան, պստիկ աղջկան է գտնում։ Ասում է, աղջի, դագնատեսին շոշ թվարկում Պստիկ աղջիկը գնում է, տեսնում է, երկու քույրերը աղջրի կողքին նստած են։ Այ շաշանդերներ, ձեր հերանդեր ծարավից մեռավ, դուք ստեղ ինչ եք անում։ Արի, ապախտ մոքի, արի տեսնո Կիկոսի գլուխը ինչ է եկել։ Այ, Կիկոս, նովա ինչ Կիկոս։ Բաչ ես ասի այքի։
Բաչեսասի գնացի մարդի, բաչեսասի ունեցա որդի, ելավ ծառի վեր ընկավ քարի, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան, Վայ, մոքիրը մերն է Կիկոսի բոյի։ Կիկոսի բոյը չինար է, աչքերն ուշուխումար է, ելավ ծառին վեր ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան, ելավ ծառին վեր ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Մերն սպասում է, տեսնում է սա էլ չեկավ, ինքն է գնում։ Ay, johanizir şaşkınlığı. Yaratınca mire luksniş beniyke. Ari, abahtati. Ari tesko Kikosi gluhi içenge. Kikos luva. Horeş. Vay tatlım yerine Kikosi Մարդը տեսնում է, որ կնիկն էլ գնաց սրանց հետևից ու չեկավ, ինքն է գնում։ Ասում է գնան տեսնեմ ինչ պատահեց սրանց, որ գնացին ու գնացին աղբրնը։ Մեր եկելուն գնում է։ Այս աղջիկները, որ սրա գլուխը տեսնում են, հերբից ձերները գցած, լացուկով պատմում են իրենց վաղամեղի Կիկոսի պատմությունը։ Ari, abahtati. Ari tesko Kikosi gluhi içenge. Կիկոսնովա Միշտ հորը։ Աչի լասարանք ուճ ու ենք հենց կանում Բա դու Ինչ է որ։ Հալամի վեկացեք Ինչի։ Վեկացեք տուն են գնում Ինչի։ Աղջի վեկացեք գնանք Մարդիկ կանչենք Շամ ու պատարական ենք Կիկոսի քել է կտանք ասամանչի Անկարամ լանգի թևս Միասին սրանց ունեցած չունեցածը 4 տանի մի եզ է լինում։ Ունեցած փոշիներ մի քթոց ալուր, գնում են, այդ եզը մորթում են, քթոց ալուրը հաց են թխում, մարդիկ են կանչում, ժամ ու պատարականում, Կիկոսի քելեխը ուտեսնում ու նոր հանգստանում են։ Ասում էր դրա համար էլ Կիկոս ջան քեզ ծառելն էլ չի կարելի որ վերելն ես կընկնես բոլորս դարդից կկոտորվենք Մի խոսքով վերելն են ծառի ամենավերևից ճյուղից կախեն արել Դե մերոնք էլ որ չեն թողնում ծառ բարձրանամ չկարողացա հանեմ Դրա համար ես առաջին անգամ կյանքիս մեջ մորս վրա գոռացի Ասի թե ինձ սիրում ես թող գնամ վերելն են ծառը գդակս իջեցնեմ Էդ ալացու կոցով սրանք ինձ ճամփու են դնում բան հասել եմ ծառին Կանգնել եմ հաստատումի առաջ, տնեցիքս կողքս եմ, ամաչում եմ մերոնց առաջ, օրը ցերեկով ծառը բարձրանում, չի կարելի Ստատիս խոսքերը մտքիս մեջ էր, որ ասում էր կբարձրանաս, կընկնես, դարդից կկոտորվենք, մի խոսքով Հասել եմ հաստաբնին, մեկետենամ, պապս հերվից հարայ տալով, կոպալը ձեռին գալիս է Դու էր պակաս, քոփակ, մի խոսքով, եկավ, կանգնեց իմ ու հաստաբնի արանքը, տապորը բարձրացրեց, սենց գլխից վերև Ոնց որ Հրաչյան Ներսիսյան լներ զայրույթ խաղալիս ու աչքերը լցվեց Կյանքիս մեջ առաջին անգամ էի տեսնում պապիս աչքը խոնավ ու կացինը խրեց հողի մեջ ձեռները թափտալով սուս սուփուս հեռացավ Հիմա կանգնել եմ հաստաբնի առաջ ասում եմ Տեր իմ Աստված Հովհաննես Թումանյան ես իմ ծառի գլխին եմ հեսա ուշաթափ կլինեմ այնքան ուրախ եմ Ես իմ ծառի ծերին եմ, համարյա ուշագնաց եմ լինում Մի խոսքով ու Հովհաննես Թումանյանն ասում էր, որ հայկական ժամանակահատվածը քարացել է 3 հզոր հեքիաթների մեջ Առաջինը դա Ձախորդ Փանոսն է, հայ անցյալը Հայ բախտը, որ չի բերել Իսկ երկրորդը դա Քաջնազարն է Քաջնազարը հայի ներկան է Իսկ Կիկոսը ապագան Շատ ճիշտ նշեցիք, վախն ապագայի նկատմամբ Ու չգիտեմ ինչու որոշեց սկսել վերջից Ես նրա խոսքերը չէի հասկանում Բայց օգտվեցի գրառումներ կատարելու իր սովորույթից Ու պատմեցի ինչ որ հիշում էի ու դե ինչ որ կարևոր էր ինձ համար Մի խոսքով
ու ես հիմա այս իմ ծառի վրայից ուշաթափվելուց էսա կընկնեմ ու կմեռնեմ, ու սա կլինի Կիկոսի երկրորդ մահը։ Հա դա տեսնես ով կգրի։ Այսինքն էսի ֆենսի մեջ Այո, Մոտ 3 շաբաթ արդեն երեխեքին դաս ես տալիս, կարող ես պատմես process-ից ոնց է ինչ եք անում։ Շատ լավ է անցնում։ Բոլորը հաճիկով հաճախում են փաստորեն, ահագին մարդ է ավելացել ու արդեն կոդ են գրում։ Հետո բանը որոշեցի սկզբից գո սովորացնեմ իրանց կոդ լեզուն, ես էլ չգիտեմ, իրանց հետ սովորում եմ ու զգուշացել եմ իրանց դրա մասին, որ ես ոնց մասնակից չեմ գոյի ու իրանց հավասար սովորում եմ, բայց իրանք լավն են ու ամեն ինչ արագ ըմբռնում են, նենց բաներ են ասում, մեկ որ չի ֆայմ է ու մտածում եմ, որ դու պետք է ինձ տաս ես ով եկես տո կանել է Տենց ու ամեն օրվա վերջ, հա, օրը հիմնականում անցնում է ինչ-որ մի քիչ տեսական մասով ու գործնական, հետո օրվա վերջ անպայման մուլտեր ենք նայում, որ անգլերեն էլի, իհարկե, որ անգլերենը ամրապնդ ենք էլի, որովհետև այժմ մենք ապրում ենք այն աշխարհում, որտեղ լեզուների իմացությունը երևի ամենակարևոր բաներից, ավելի կարևոր, քան մասնագիտականը փաստորեն։ Այդքան։ Մենք ստեղ կամավորական ակումբից ենք, ակումբ ենք, հիմնադրվել ենք մշակույթի և ժամանցի կենտրոնում երիտասարդներով ու մեր նպատակն է հետաքրքիր ժամանց ապահովել երիտասարդների համար Ստեփանավանում։ Մեզ դուր չէր գալիս, թե մենք ոնց ենք ապրում, որտեղ մենք գրեթե ոչինչ չէինք անում ու որոշեցինք ստեղծել ինչ-որ մի հարթակ, որտեղ մեր հասակակիցները կարողանան Ստեփանավանի զարգացմանը նպաստել ու առանց ինչ-որ շահետապնդել։ Հիմա այս մեր կենտրոնների ծրագիրն է, ըստ որի մենք այսուհետև, այս ասում եմ լսեք ու ձեր ընկերներին ասեք, ամեն երկուշաբթի ֆիլմ ենք նայելու։ Դիմացի մի քանի ամիսը ամեն երկուշաբթի ստեղ ֆիլմ կա, ու լավ է, որ դուք էլ կաք, ցուցադրելու ենք անիմացիոն, դոկումենտալ ու խաղարկային ֆիլմեր իրար մեկ ու շատներ ունեն մեր քննարկումներ մասնագետների հետ, իսկ հիմա շատ լավ հնարավորություն է զարգանալու, լսելու ու դիտելու համար։ Եթե ինչ-որ հարցեր ունեք ստեղծի մասին, ուզեի հիմա լսել, որ ստենք ասեք ջերից մանը։ Ունենք։ Շատ լավ։ Ֆիլմի մասին կպատմի Կարինը։ Չէ, բանը պահանջում։ Բայց ավարտած է։ Արդեն Բարձր կերպարներ են։ ինչը դուր եք ակտիվում ամենաշատը լսան իրականությանը մոտ է։ Այսինքն իրականության մեջ կան նման հիվանդությունով տարապող մարդիկ ու հաճախ երբ որ մենք լսում ենք, որ գդալ մարդը տարապում է դաունիզմով կամ այլ հիվանդությունով, մեր մոտ մեզ սպառեցնում է, որ մենք խղճում ենք այդ մարդուն կամ հաճախ մարդիկ ասում են, որ իրանք իրենց աշխարհ ունեն, այսինքն չեն կարող շփվել իրենց հետ,
բայց ընդհանրապես այս կինոն էլ էր ապացույց, որ իրանց պետք է ուղղակի հավատան ընկերները մեջ, ու իրանք էլ հասարակ մականացնեն նման ունեն նպատակներ ու երազանքներ։ Պետք է առանձին վերաբերվել ուղղակի, միակ բերման մարդիկ, ոչ չի բան։ Շատ ճիշտ է, պետք է ներգրավել ընդհանուր կյանքի մեջ, որ իրենք տարապում են դրանով, այլ իրանք ունեն դա ու նորմալ է որ իրականություն, պետք է համար ներառական միջավայր ստեղծել հասարակության մեջ։ Իսկ ինձ թվում է, որ ինչ որ հիվանդություն ունեցող մարդ, թե չունեցող մարդ, սորական մարդն էլ եթե չունեն այդ հիվանդությունը, շատ դժվար կհասնի իր նպատակին։ Ինձ թվում է իրանց օրինակ պետք է վերցնենք, որ ինքը ուներ որոշակի հիվանդություններ, բայց դրա հետ մեկտեղ հասավ իր նպատակին, իսկ մենք որ չունենք ոչ մի բան, չենք փորձում հասնել մեր նպատակին։ Вообще առօրյայում մարդիկ վերաբերում են իրենց մարդկանց շատ ուղղակի ֆիլմի вообще ունեցել։ Դա սխալ է։ Յուրահատուկ պետք չի վերաբերվել։ Միան մեր նման մարդիկ են ու մեր հետ քապրեն ոնց որ մենք ենք։ Դե առհասարակ Ֆիլմից հետո կարծում եմ տենց եք ասում, բայց գործնականում կիրառվում է։ Ամեն դեպքում տարբեր կարիքներ ունեցող մարդկանց հետ առնչվել եք, հեչ դեպք ունեցել եք։ Հայաստանում կա հենց մարդիկ, երկու տղա կա ու մեր հետ հավասար իրանք միշտ նստել են, դաս միշտ մեր հավասար։ Իհարկե իրան քիչ պատասխան չգիտեմ։ Բայց իհարկե մեր հետ հավասար։ Հա, իրանց ուղղակի ոնց որ սկզբում ասեցի, ոնց որ աշխարհը բազմազան է ու մարդիկ շատ տարբեր են, ու պետք է անցնել, որ ավելի շատ տարբեր են, մեզանից տարբերում են։ Նույնիսկ եթե մենք սովորենք ասել հիվանդ կամ չգիտեմ, տարօրինակ կամ ինչ-որ, իրանք ուղղակի ուրիշ ձև են, ուրիշ ձև են մտածում։ Եթե նկատեցիք, սովորաբար տենց մարդիկ, հատկապես դաունով սինդրոմով մարդիկ, իրանք ունենում են ինչ-որ շատ ոչ սովորական առանձնահատկություն։ Օրինակ, այս տղան շատ ուժեղ է։ Եթե նկատեցիք, ինքն է տենց ուժ ունի ու շատ ժամանակ պետք է գտնել մարդկանց մեջ այդ իրանց հա, այդ ուժն է։ Մի կողմը վարդնալում է, մի կողմը ինչ-որ ուժեղ բան է։ Իսկ ձեր կարծիքով սա ավելի շատ ողբերգություն էր, թե կատակերգություն։ Ողբերգությունն է, ընտանիքը մերներ։